Չես ուզում պատասխանել։ Ում էիր ասում, որ ես առավոտից տրամադրություն չունեմ, Կարեն։ Մարթա։ Պապայից։ Չէ, ես հորդ հետ ինչ գործ ունեմ։ Ես ինչ իմանամ։ Վիրավորում ես, Մարթա։ Մամայիդ հետ էի խոսում։ Ուզում էր իմանալ ոնց ես, ոնց է տրամադրությունը։ Ուրիշ։ Ուրիշ ինչ։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Չէ, ինչ պետք է ասեր կամ հարցներ։ Ուղղակի ուզում էր իմանալ ոնց ես։ Համելի եթե խոսակցությունը լսել ես։ Մարթա։ Ես ուզում եմ գնալ խոսելու ցանկություն չունեմ այս պահին։ Հա բայց ինչի։ Մամադ իրավունք չուներ ինձնից հարցնել թե դու ոնց ես։ Ասացի խոսելու ցանկություն չունեմ։ Մարթա։ Լսում եք Կարեն բոլորդ։ Մարդայց ու Կարենից նորություն չունեմ, բայց Ձյոմնուսանա ներքև խոսում են։ Հա։ Ու ոնց հասկացա, Ձյոմը լուրջ խոսակցության էր պատրաստվում։ Շատ լավ է։ Թե չէ ինչքան կարելի է անընդհատ կռվել, հաշտվել։ Դե, այնքան մինչև բոլոր հարցերի պատասխանը ստանամ։ Հեշտ ես ասում, գիտես։ Դե, գիտես, իրականում ամեն շատ հեշտ է։ Ուղղակի մենք ենք սիրում բարդացնել։ Հա, ամենակարևոր բանը պետք է ուղղակի անկեղծ լինել։ Այդ ամենադժվար բանն է։ Օրինակ դու միշտ անկեղծ ես։ Հա, հասկանում եմ ինչ ես ասում։ Չէ, ես էլ ունեմ հարցեր, որոնց պատասխանը պատրաստ չեմ տալ։ Բայց ոնց հասկանում Կարենի Մարթային մոտ ամեն շատ լավ ստացվում է։ Դե պիտի որ։ Իհարկե Մարթաներ ունի շատ խնդիրներ, որոնց մասին չի սիրում խոսալ, բայց որոնք ուժեղ ազդում են իր տրամադրության վրա։ Այսինքն դրա պատճառով է Մարթան այդքան փակ ու ժամանակ առ ժամանակ ունենում տրամադրության անկումներ։ Լավ, արի գնանք տեսնենք Սոնան ու Ծոմը ինչ են անում, հետո կհասկանանք Կարենի Մարթան որին։ Ես ոնց հասկացա դու ուղղակի ուզում էիր, որ Դավիթը գնար ու չշփվեր իմ հետ։ Չէ, այսքան հա, չէ, այսքան ինչ հա, չէ, Սոն, խնդրում էլի արի մի փչացրա ամեն ինչ։ Լավ, ես գնամ, որ ոչ մի բան չփչացնեմ։ Չէ, սպասի, ուր ես գնում։ Դու ուղղակի ինձ սխալ հասկացար։ Իսկ կարողա դու չկարողացար ասել իքդ ճիշտ բացատրես ինձ։ Վետ էլ է տարբերակ։ Իսկ կարողա նորից փորձես։ Սոն, ես ուղղակի չեմ ուզում, որ դու ինձնից նեղանաս։ Այդ այդքան կարևոր է քո համար։ Հա, շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Ես չեմ ուզում, որ դու ինձնից նեղանաս։ Որովհետև ես չեմ ուզում ամուսնանամ, հասկանում ես։ Ես չգիտեմ, ընդհանրապես տենց օր կգա, որ ես կուզեմ ամուսնանամ կամ Ջան, իսկ ով ասել, որ ես ուզում եմ քո հետ ամուսնանամ։ Դե բոլորը աղջիկները չեն ուզում ամուսնանան։ Ամուսնանան, երեխա ունենան, լավ ամուսին, շուն պահեն։ Ջան, նախ ես մտածում եմ իմ մասնագիտական աճի մասին։ Իսկ եթե ամուսնանամ, դա պիտի լինի մարդ, ով չի խանգարի դրան, այլ ընդհակառակը կօգնի։ Հա, եթե տենց է, ես պատրաստվում եմ ներքին գործերի գեներալ դառնամ։ Դե լավ, որ դառնաս անպայման կխոսենք։ Սոն, սպասի մի վարքյան։ Ու մի բան էլ։ Սրանից հետո երբ ինձ տեսնես Դավիթի հետ խոսելիս չխանգարես, որովհետև Դավիթ ինձ օգնում է մասնագիտական հարցերում։ Սոն։ Մի քանի սալջարդ է, ոնց որ բժիշկներն են ասում, երիտասարդ օրգանիզմը շատ շուտ կառողջանա։ Այդ լավ է, որ լուրջ բան չկա։ Իսկ երբ են դուրս գրելով։ Առավոտ։ Բարև Նարեկ։ Բարև։ Տեսար Արսենին ոնց է։ Լավ, վաղը դուրս կգրեն։ Այդ լավ է, որ երեխուն վաղն են դուրս գրելու։ Ես ու Նարեկը գնանք, հա, մամիկոնի։ Գնացեք։ Ուր, ինչ է եղել։ Շատ դաժան սպանություն են արեք։ Երիտասարդ աղջիկներ են սպանել։ Խեղտամահ են արել, հետո էլ փորձել են այրել։
Ես պատկերացնում եմ Արսենի դեմքը։ Հիմա ինչ որ աղը դուրս գրվեց չի մասնակցելու։ Կմասնակցի, բայց որ հիմա գնաք, դիակը դեռ տանն է, տեսնելու եք։ Պայքարը այդ նկատի ուներ։ Լավ տղերք, գնացեք, ձեզ են սպասում։ Ոնց հասկացա, ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Սուրաչ կունես գիտես։ Հետո լասում ես պիտի կիբերամտանգություն գնաս։ Քոտերը քրեականն է դա։ Շնորհակալ եմ։ Հարցիս պատասխանը այո էր։ Մարդ սպասի։ Մարդ արի հանգիստ խոսենք։ Կար ճանապարհ։ Երեխեք ինչ ա եղել։ Ոչ ման, կար ճանապարհ։ Կար։ Դա հետո։ Հետո էլ ասում էիր սանալությամբ ունեն լուրջ խոսակցություն։ Դե, սպասենք ծամինը սոնեն։ Մարդա քեզ փոքր երեխայի պես է սպանում։ Խնդրում եմ, արի հանգիստ խոսենք։ Գոնե ես էլ հասկանամ ինչով եմ քեզ նեղացրել։ Կարեն քո հետ ընդհանրապես ոչ ման խոսելու հավես չունեմ։ Ու տրամադրություն չունեմ, այնպես որ գործերիդ նայ, լավ։ Մարդա, խնդրում եմ, բայց այսպես չի լինի։ Առավոտվանից տրամադրություն չունես։ Հարցրեցի, ասեցիր, հետո կխոսենք։ Հա, հասկանում եմ, պատրաստ չես, բայց ես էլ պատրաստ չեմ ամբողջ օրը քեզ տեսնել այս վիճակում։ Դրա համար զանգեցի մամայիդ։ Բարձրում մամա տնա քո համար անհանգստանում։ Հիմա մեր մեղքը ո՞րն է, որ մենք անհանգստանում ենք քեզ համար։ Մարդա, խնդրում եմ, սպասի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Հա։ Իդեպ Տիկին Բակոնց, ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, առավոտյան եկա, սենյակում չէիք։ Աշխատանքը ստացվեց, ինձ ընդունել են ու ես արդեն աշխատում եմ։ Շնորհակալ եմ։ Ինձ կներեք։ Շնորհավորում եմ, իսկ գրաֆիկը նորմալ է, դասերից չի խանգարում։ Չէ, ընդհանրապես չի խանգարում։ Ընդհակառակը, այնպիսի գրաֆիկա, որ դասերին չխանգարի, ասեցին, որ նաև եթե ֆորս մաժորային իրավիճակ լինի, կհարմարվեն, ես իրենց կզգուշացնեմ, իրենք կհարմարվեն։ Շատ լավ է, շնորհավորում եմ, վազի շտերույթ գնաց։ Մերսի։ Հա, ոնց ես։ Ճիշտն ասած չգիտեմ։ Հիմա հասկացար ինչ էի ասում, որ լավ է, որ մանկապարտեզը հետներս չի։ Փորձագետները ինչ են ասում։ Մի երկու բան կա։ Հեսա մի կես ժամից կգան, մարմինը կտանը, բայց մեկը մեզ վաղն է, ինչ որ բան ասել։ Պայքար պարզ երևում էր, որ խեղտամա են արել։ Բայց էլի շատ բաներ կա դե։ Համ է դիակի կիսայրված բաղով, համ էլ ինչև մահանալը սերական ակտ է եղել։ Լավ, մի երկու շունչ քաշի արի, ես բարձրանամ։ Ինչ շունչ քաշը։ Գնացի երեխա։ Ստեսություն տղաներ։ Պակա։ Բակա։ Դավո։ Հաց։ Դիտման բաս անում։ Ինչը։ Ծրագրը սովորացնել եմ։ Չէ, դրա մեջ ինչ վատ բան կա։ Մարդուն եմ օգնում, ինձ էլ։ Այդտեղից սկսի։ Դե նայ, ես պլանավորել եմ ակադեմիան ավարտելուց հետո աշխատեմ կիբերհանցագործությունների բաժնում։ Ու շատ ուրախ կլինեմ, եթե կուրսից ինչ-որ մեկն էլ ինձ հետ գա։ Սոնան էլ ոնց հասկացա, հետաքրքրված է։ Ինքն է շատ խելացի աղջիկ է, ես բեմ չեմ լինի, եթե այնտեղ իր նման ընկեր ունենա։ Ուղարջ։ Ինչ իմաստով։
դե Սոնոյի հետ կապված։ Այդքանն եմ պլաններդ։ Էս բայն հա։ Չես գալի։ Բա մնացածը երբ կհասկանաս։ Երբ հասկանամ։ Ու ինձ հասկացա, հաստատ քեզնից թույլտվություն չեմ խնդրել։ Ֆաուն ես ասելու։ Դեռ չէ։ Բայց հենց հասկանամ, որ ասելու բան ունեմ, կասեմ, չմտածես։ Բայ ունորվեցինք։ Ջան, ես ինչ ես վեր կացել, ինչի ես հակնվում, այ բալա։ Տատի դու ստե ինչ գործ ունես, ախր խոսք ես չէ տվել, որ պիտի չգաս։ Արսեն ջան, ճիշտն ասած քեզ խաբեցի, ախր ոնց կարող էի չգալ քեզ չտեսնել, ցավը տանել։ Այ, կներես, Նարեկը ասեց, որ հանկարծ ուժեղ չգրկեմ քեզ, ցավեր ունես։ Ոչինչ, տատի։ Ամարը անցել են ցավերը։ Արսեն ջան, բայց չեմ հասկանում, ինչի ես հակնվել, ինչի ես վեր կացել։ Նարեկը ասեց, որ վաղն են քեզ դուրս գրելու։ Ես էլ բժշկի հետ խոսացի, ասեց, որ կարամ այսօր դուրս գնամ։ Հա, դե լավ, ուրեմն կգաս տունը, փափուկան կողնում կպարկես, կհանգստանաս։ Չեմ կարող, տա կգնամ բաժին տղեկին օգնեմ։ Ոնց։ Արսեն ջան, գոնե այսօր տանը մնայր, հանգստանայր։ Չի ստացվի, տատ, գործերը շատ ան։ Մեր ջայլ աղջկա են սպանել, պիտի գնամ օգնեմ տղեկին։ Ես եմ մի ամիտս հույս ունեի, թե այսօր։ Լավ, տատարի, տաքսի կանչեմ գնանք տուն, ես էլ մեքենան վերցնեմ գնամ բաժին։ Լավ, բալես, լավ։ Սպասի, դու ծանր մի վերցրու, ես կվերցնեմ։ Ծանր չտամ։ Դուր բալես, դուր ինձ։ Լավ, տար, գնա։ Վերջ։ Արդեն մտածում եմ Ջոմը դեռ երեխա է։ Չէ, ես տեն չեմ մտածում։ Ուղղակի ինքը մտածում է, որ եթե շփվում ես ընկերություն ես անում, պետքա պարտադիր ամուսնանաս։ Ու ինքը գոնե հիմա նման ցանկություն չունի։ Իսկ դու ինչ կարծիք ես։ Դե ես մտածում եմ, որ ամուսնությունը ամեն դեպքում շատ լուրջ քայլ է։ Ու գիտես, եթե ես պատրաստ չլինեմ այդ մարդու հետ ծերանալ, նման քայլի չեմ գնա։ Չգիտեի, որ դու տենց լուրջ ես նայում դրան։ Հասար ծերություն։ Դե մեկ նկատի ունեմ այդ մարդու հետ ամբողջ կյանքդ ապրես։ Հա, հասկացա։ Կատակ էի անում։ Այսօր բոլորդ լուրջ եք։ Իսկ դու Արտյոմի հանդեպ ինչ ես զգում։ Նկատի ունես կուզեմ իր հետ ծերանամ, թե չէ։ Չգիտեմ։ Գիտես ինքը լավ տղա է, լավ հումորի զգացում ունի։ Եթե պետք լինի քեզ պաշտպանել, հաստատ կպաշտպանի։ Բան չմնաց։ Բայց իմ համար կարևոր է, որ ես այդ մարդու ներկայությունը զգամ իմ կյանքում։ Իսկ Արտյոմի դեպքում ես վստահ չեմ։ Երևի դա պատճառը, որ ասում եմ, չգիտեմ։ Հետաքրքիր է։ Իսկ Ջոմին ասել ես դրա մասին։ Մենակ ասել եմ, որ ընկերությունը դեռ ամուսնանա չի, բայց դե ինքը մտածում է, որ բոլոր աղջիկների մտքին մենակ այդ մի բանն է։ Մեկը ում նկատի ուներ, որ ասեցիր բոլորս լուրջ ենք։ Կարենին ու Մարթային, նրանց մոտ էլ ինչ-որ խնդիր եղել ու չեն հասկացել իրար։ Կարենին ու Մարթային։ Ինձ թվում էր իրանց դեպքում բոլոր հարցերը քննարկված են։ Մարթան ինչ-որ խնդիրներ ունի։ Ինձ թվում է հենց դա իրանց վեճի պատճառը։ Այս անգամ։ Տխուր է։ Դե։ Տխուր է։ Ես ասել եմ, որ ես եմ զանգել ձեզ։ Դե որ առավոտ նկատել եմ, որ Մարթան տրամադրություն չունի, զանգել եմ իմանամ պատճառը։ Դուք էլ ասացիք, որ դուք էլ եք նկատել, բայց պատճառը չգիտեք։
Փաստորեն ամեն ինչ քո վրա է, սա վերցրել Կարեն ջան։ Դա խնդիր չի, ես մարդու հետ կխոսամ։ Ուղղակի գիտեմ, որ գատուն հաստատ ձեզ հարցնելու է, որ նույն բանը ասենք։ Հա, լավ, շնորհակալ եմ Կարեն ջան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հիշում եք, չէ՞, դուք ինձ պատճառը չեք ասել։ Հա, չեմ մոռանա, հիշում եմ։ Շատ լավ։ Դե ես մտնեմ տուն արագ փոխվեմ ու կգամ ձեր տուն։ Հուսամ ինչևէ դուք իր հետ կխոսակ ու ինքը մի քիչ կհանգստանա։ Լավ, դե կսպասեմ Կարեն ջան։ Լավ, հաջողություն։ Սպանվածը Լիլի Ադամյանն է, Շիրակի մարզից։ Այստեղ ապրելա վարձով, ապրելա մենակ։ 24 տարեկան էր։ Սկզբում սովորելա բժշկական քոլեջում, հետո աշխատանքի անցել ու մնացել քաղաքում։ Ծնողներին տեղեկացրել են արդեն։ Հայրը շուտ է մահացել։ Մայրն էլ հիվանդ կին է։ Ասել են, ու ասելուց հետո ինքնազգացողությունը ավելի ավատացել, տեղափոխել են հիվանդանոց։ Հետո Սկզբում հիվանդանոցում աշխատել, հետո աշխատանքը փոխել է, գնացել է Խորտկարա։ Հարևանու հետ խոսացի գյուղից։ Ասում է աշխատանքը փոխել է, որ մոր առողջական խնդիրները լուծի։ Բարձան։ Այլ մանրամասներ։ Լիրին հիմնականը երեկոյան ժամերին է աշխատել որպես մատուցողի։ Այդ ժամերին է աշխատել թեյավճարների պատճառով, շատ է լինում։ Սատանորենի ու աշխատակիցների հետ մի ժամից պետք է հանդիպեմ։ Միակ բանը, որ հայտնի է, 2 օր առաջ է եղել գործի։ Ու իրան տեսել են, վերադարձել է 3 օրվա 2-րդ կեսին։ Ու չի գնացել աշխատանքի պաստորեն։ Չէ, բայց գիտեին, որ բացակայելու է։ Այսօր էլ պետք է գործի լիներ երեկոյան։ Բարձան, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ գործ է ունեցել, որ չի գնացել։ Կամ էլ ում հետ է պատրաստվել հանդիպել։ Սիրած տղա, կան տեղեկություններ։ Տարբեր բաներ են ասում։ Իմ կարծիքով հեսա որ իջնեմ Խորտկարան, ամեն ինչ ավելի պարզ կդառնա։ Լավ։ Իսկ փորձագետները ինչ են ասում, դե գոնե նախնական ինչ-որ բան կա։ 3 տարբեր մատնահետք, որից մեկը մահացածինն է։ Բարև ձեզ։ Այ տղա, ժամին ինչ ես դե ֆրֆռում։ Արսեն ջան, ինչու հիվանդանոցում չես։ Թե որովհետև արդեն լավ եմ։ Չդիմացել։ Ասեք, ես տեղյակ եմ, որ սպանություն ա եղել, ինչ ենք անում։ Դու գնում ես տուն ու գալիս ես ոստիկանություն վաղը։ Մամիկոնյան Արսեն չի քննարկվում։ Վերջ։ Դուրը բացեցիր ու մարշ այստեղից։ Չկրկնեմ։ լսում եմ։ Մամիկոնյան ջան, ես ինչ կոպիտ ես այդ երեխու հետ։ Նարեկ, հետները խոսում ես ու միանգամից ինձ հետ կապվում ես, որ հասկանամ ինչ կա։ Երկու բառով կոնե։ Անպայման։ Ես էլ առավոտ գիշտեմ դիահերձերան, ընդեղից հետո նոր կգամ ոստիկանություն։ Լավ։ Այքար դու էլ հարևաններին ես խոսացնում բոլորին, հասկացար, առանձին, բոլորին։ Բացեք գործի։ Հա, ուզում էի զանգեի, իմանայի ոնց ես։ Բայց մտածում էի զանգեմ դասերդ խանգարեմ հանկարծ, այն էլ լավ էր, Կարենը զանգեց։ Ասեց անտրամադիր ես։ Կարենը զանգեց։ Հա, նենց էի ուրախացել։ Զանգեց, ես էլ ասեցի, որ ես էի ուզում զանգեի մի խոսքով, ուզում էր իմանալ ինչի ես այդ վիճակում։ Հետո բա ինչ ասեցիր։ Ինչ պիտի ասեի։ Ասեցի չգիտեմ։ Հաստատ։ Հաստատ մարդ, հա ինչ ա եղել, վիճել եք։ Հա, վիճել ենք, որովհետև ես չեմ հավատում, որ դուք այդքանն եք խոսել։ Այսինքն, ուրիշ էլ ինչ պիտի խոսեինք։ Դե հնարավոր էր չէ, որ դու Կարենին համոզեիր, ինքն էլ ինձ համոզի, որ պապայից տեսնեմ։ Մարդը չհոգնեցիր։ Դու չհասկացար, որ այդ մարդը քեզ չի ստիպելու հանդիպել, եթե դու չուզես։ Վստահ ես։ Այսքան ժամանակ մամա ամեն ինչ արել է։ Ամեն բան արել է, որ ինձ տեսնի։ Հիմա հանկարծ որոշեց, որ ուղակի պիտի հրաժարվի։ Հասկացավ այդ մարդը, որ չես ուզում։ Շատ տարօրինակ է։ Ու դրա համար էլ ես չեմ հավատում։ Գիտես, ես հասկանում եմ, որ իր արածներից հետո դժվար է հավատալ, բայց Մարթա ջան, փաստը մնում է փաստ, չէ՞։
որ չի եկել, դուրը չի կոտրել, հետևիցդ մարդ չի ուղարկել, էլ ինչ ասեմ։ Ու ի դեպ ասեմ, 5 օրից գնում ա, հանգիստ կշնչես, հանգիստ կապրես։ Շատ լավ ծրագիր է, սրանով եմ աշխատել։ Դավիթ ջան, ես սրանցից բան չեմ հասկանում, ավելի լավ ասային ինչ ուզում ես ասես։ Նայ, այս ծրագրով ես կարողացա ճշտել, որ քո ասած մարդը Մուշեղը Սարգսյանում հեռախոսամար դու տվել էիր, չի օգտվել կապի օպերատորի ծառայությունից, այլ օգտվել է ինտերնետային կապից։ Հասկացա։ Դրա համար է փաստորեն։ Լավ, հետո Օգտատերը կին է։ Գրանցված է Շուշան անունով, բայց ոչ մի ուրիշ այլ ինֆորմացիա չկա, նկարել չկա։ Խոստովանում եմ, հիացած եմ Դավիթ ջան, ապրես։ Շնորհակալ եմ հոպար, բայց քեզ ինչ-որ բանով օգնեց այս ինֆորմացիան։ Դե ավելի կօգներ, եթե իմանայինք ով է այդ կինը։ Բայց անկախ ամեն ինչից ես էլ վատ չի։ Դե ոչինչ խոստալ չեմ կարող, բայց կփորձեմ ճշտել։ Շատ լավ պայմանավորվեցինք։ Մարթա, Կարենն ա եկել։ Ոնց եք։ Լավ, Կարեն ջան, շնորհակալ եմ։ Դու ոնց ես։ Լավ։ Մարթան ասեց աշխատում ես, հա։ Ոնց է աշխատանքդ։ Հիանալի, շնորհակալ եմ։ Մարթա, փոխվեց տրամադրությունդ։ Կարեն ջան, հաց կուտես։ Չէ, շնորհակալ եմ, բայց եթե թեյ տակ, մեծ սիրով կխմեմ։ Հեսա բերեմ։ Չես ուզում խոսես։ Ինչ խոսեմ։ Դե ասես ինչ ա եղել, ինչից ես նեղացել։ Կարևոր չի։ Քո հետ կապված ցանկացած բան ինձ համար կարևոր է։ Պապան անգրել։ Դե ինքը չթողեց մնամ, ես էլ դուրս եկա զանգեցի քեզ, որ տեսնենք։ Կներես էլի որ ուժամ ասացի։ Հա, բան չկա, իրականում ավելի լավ ստացվեց, որովհետև գոնե հասցրեցի գնամ տուն ու փոխվեմ։ Բայց չասեցիր, ոնց ես քեզ զգում։ Լավ եմ, շատ լավ եմ։ Իսկ բժիշկները Բժիշկները ասացին, որ ամեն ինչ արտակարգ է, հենց որ ոչ մի վատ բան չկա։ Դե չնայած միակ վատ բանն այն է, երևի որ կինո չկար այսօր լավ։ լավ ոչինչ։ Մի ուրիշ։ Մեգի, իսկ դու մտածեցիր։ Հա, մտածեցի ու կարծում եմ կարանք շփվենք, մնացածը ընթացքում հասկանանք։ Ապրես, շատ խելացի ես։ Գնանք ինչ-որ տաք բան խմենք։ Հա, գնանք։ Բայց չես նեղանա, չէ, որ ասեմ երկար չեմ կարա մնամ։ Չէ, իհարկե չեմ նեղանա։ Գնացինք։ Գնացինք։
Մեգի։ Ես եմ Սիմա։ Ես Մեգին տանը չի։ Չէ, դուրս եկել։ Էլ ինքերների հետ հանդիպման, հա։ Սոնայի հետ էր կուրսեցում։ Մի քիչ նստեցին, հետո գնացին։ Ասեց, որ շատ չի ուշանում։ Դե որ խոստացել է, ուրեմն հաստատ չի ուշանում։ Չգիտեմ արդեն։ Ես էլ ոչ մի բան չեմ հարցնում։ Հա որ, վստահ ես։ Կդիմանաս։ Վստահ եմ։ Ընթրիքը տակացնե։ Չէ, չէ, Սիմա ջան, ոստիկանությունում կերել ենք։ Այ որ քիչ ավելի ուշ թեյ տաս, հաստատ կխմեմ։ Դե կասես երբ ես ուզում։ Լավ, կասեմ։ Հա, Ֆրոնջ ջան։ Հա, ու որտեղ ես տեսել։ Ու ինչ էր ասում, ուր էր։ Պարզա։ Հիմա փաստորեն գալիս է Երևան։ Հասկացա քեզ, հասկացա, ապրես Ֆրոնջ ջան։ Դե հա, բնականաբար չեմ ասի, որ ինձ ինչ-որ բան ես ասել։ Լավ, Ֆրոնջ։ Իմացա դուրդ գալիս է, նորից գնել եմ։ Իսկապես շատ համեղ է։ Հա, այնքան համեղ է, որ ես էլ եմ ուտում։ Շաքե, դու խոսեցիր այդ մարդկանց հետ։ Գրել եմ, հարցրել եմ, իրենք ոնց են երեխեն ոնց է, դեռ չեն պատասխանել։ Եվ վերջ։ Ու լավ է, որ չեն պատասխանել, որովհետև ես հստակ պետք է իմանամ, թե դու ինչ ես ուզում, որ իրանց էլ փոխանցեմ։ Հասկանում եմ, բայց… Արևիկ ջան, եթե Երևանում լինեին, նորմալ էր, կգնայի երեխային կտեսնեիր, կշփվեիր հետը։ Բայց սենց ես չեմ հասկանում, ինչ պետք է ասենք։ Դու ես չի հասկանում, որ այդ նորմալ չի։ Իսկ եթե ասես, որ մայրն եմ։ Տենց ավելի վատ է։ Ինձ թվում է ընդհանրապես չեն համաձայնի, որ հանդիպես երեխայի հետ, որովհետև կմտածեմ, որ եկել ես երեխու հետևից։ Ու արի չմոռանանք, որ դու հանուն երեխայի որդեգրման ժամանակ համաձայնել ես, որ որդեգրող կինը ձևակերպվի որպես կենսաբանական մայր։ Ինքդ ես ասում, հանուն երեխայի փրկության։ Ես դա չեմ մոռացել։ Բայց դու պատկերացնում ես երեխու հոգեվիճակը։ Ինչ որ օտարքին հայտնվել է, ասում է բարև ձեզ։ Ես քո մայրն եմ։ Իսկ ես կարող եմ գոնե նկարը տեսնել։ Չէ, Արևիկ։ Ինձ թվում է լավ հիշում ես, որ որդեգրող կողմը ցանկություն հայտնեց, որ դու չտեսնես երեխայի լուսանկարը։ Բայց դա անարդար է։ Ես նույնիսկ չգիտեմ իմ տղայիս աչքերի գույնը։ Ես հանդարտ բայի խնդրում եմ, հանդարտվի։ Ներիր պետք է պատասխանեմ։ Ասա աղաս լսում եմ։ Լուրջ։ Հրաչը Երևանում է։ Կար ինչ ա գրել։ Գրել է, որ Երևանում է։ Ուզում է ինձ տեսնի։ Հանդիպելու ես։ Մարթա, պապասը։ Հա, հասկանում եմ կար, բայց դու հասկանում ես ինչ կարա լինի քո հետ։ Կյանքդ դեռ չսկսած հնարավոր է ավարտվի։ Կար, ես ուղղակի չեմ ուզում, որ դու էմոցիաներին տրվես, որովհետև դա ոչ ոք չի հասկանալու։ Մարթա, ինքը իմ հերն է։ Կար, սպասի։ Կար։ Պապ։
շատ տարիներ առաջ Շաքե Բակունցը հանդիպում էր ոմն Համլետ Սարգսյանի հետ։ Գիտես իմ մոտ նես տպավորությունն է, որ ինքը մենակ չի այդ գործում։ Ու չեմ ուզում, որ իր հետևից գնալով դու անցնես սահմանը։ Մարդասպանը խեղդելուց առաջ գենակցիլ աղջկա հետ։ Այդ տուն այրելու փորձ ինձ թվում արելա, որ հետքերը վերացնի։ Արսենի հետ զբաղվում եք այդ Վարդան Պողոսյանով։ Սա վերցրու Շուշան ջան, կարդա։